Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցը ուղղում եմ պաշտպանության նախարարին, որովհետև անցած ուրբաթ կառավարության 21-26 թվականի ծրագրի կատարողականի հետ կապված 25 թվականի կատարողականն էինք լսում, որտեղ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքը 25 թվի համար, բայց այստեղ երբ որ հարցեր հնչեցին պաշտպանության նախարարին, մեր գործընկեր Բաբկեն Թունյանի եւ մյուսների կողմից, բնականաբար իրավիճակը այնպիսին էր, որ անվտանգային մեր կարևոր կառույցը ոնց որ թե հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում այն առումով, որ կամ նոր են ուսումնասիրում կառավարության ծրագրերը, կամ այդ ծրագրերը կարդալուց հետո որոշել են նորից հնչեցնել որպես իրենց ձեռքբերում։ Պարոն նախարար, կրթական ծրագրերի հետ կապված մենք անցել ենք բավականին լուրջ ճանապարհ 21 թվականից սկսած, երբ որ ընդունվել են բազմաթիվ օրենքներ եւ այդ ծրագրերը այսօր իրականություն են դարձել։ Բայց դրանից առաջ պետք է հիշենք, որ դիմորդների քանակը 18 թվականին կարծեմ 2 տասնյակի մոտ էր, բայց ոչ ավել։ Եվ Վազգեն Սարգսյան ակադեմիան, որ այսօր ունի առաջարկ դիմորդների համար, դա գրավչության տեսանկյունից այնպիսին է, որ այսօր այդ քանակը հասել է մի քանի հարյուրի։ Դա ձեռքբերում եմ ես համարում եւ ես կուզեի ձեզանից լսեի մենք ինչ ծրագրեր ունենք, որի մասին դեռ չենք խոսել եւ արժի որպեսզի հանրության այս հնարավոր բոլոր ձևաչափերով ներկայացնենք այդ ծրագրերը, որովհետեւ բոլորը խոսում են մեր կառավարության կողմից ընդունված ծրագրերի մասին, բայց մենք ոնց որ թե այդտեղ մեր ասելիքի մեջ շատ համեստորեն լռում ենք։ Հարցին կպատասխանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պարոն Քոչարյան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ծրագրերի մասին շատ ենք առիթ ունեցել խոսելու, այդ թվում նաև հանձնաժողովի նիստերին։ Գիտեք, որ ընթացքի մեջ են մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես սպաների բնակապահովման ծրագիրն է, որը ենթադրում է, որ այս տարվանից արդեն ավարտող սպաները անմիջապես կստանան բնակարան, որը շուրջ 35 միլիոն դրամ արժեցող բնակարանին է վերաբերում Երևանում կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքում։ Այսինքն մենք տրամադրելու ենք սերտիֆիկատը, ԲԳՎ-ն այսպես ասած, եւ նրանք կարողանալու են գնում կատարել դրանով, հետագայում կառավարությունը իր վրա է վերցնում դրա ծախսերի մարման process-ը։ Բայց շատ կարևոր է նաեւ, որ մեր սպաները բնակարանից զատ ստանում են նաեւ շատ բարձր աշխատավարձ։ Ես առիթ եմ ունեցել այս ամբիոնից հնչեցնելու, որ վերջին մեր փոփոխությունների արդյունքում համալսարանը ավարտող, ակադեմիան ավարտող տղաները անմիջապես համարվում են ատեստավորված իրենց քննական գնահատականի համապատասխան, այսինքն բավարար, լավ կամ գերազանց, որի արդյունքում էլ ձևավորում է նրանց աշխատավարձը։ Բայց մի կարևոր նորության մասին եմ ուզում խոսել, առիթից օգտվելով, մենք առաջիկայում կբերենք մի կարևոր որոշում, աշխատում ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Իդեան հետեւյալն է, որ արդեն հաջորդ տարվանից, այսինքն այս տարվա ընդունվողները ըստ էության քաղաքական որոշումը ունենք, կարող են ստանալ երկրորդ մասնագիտություն։ Այսինքն երկրորդ կուրսից արդեն այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մեր պատվերի, այսինքն մասնագիտական պատվերի շրջանակներում հայաստանյան այլ բուհերում, մասնավորապես այս պահին մեր հետաքրքրությունների կենտրոնում են Երևանի պետական համալսարանը, մանկավարժական համալսարանը եւ պոլիտեխնիկական համալսարանը, ինչու, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ, օրինակ, սպա հոգեբան, սպա ինժեներ, սպա շինարար, նախագծող, ճարտարապետ, սպա մանկավարժ, այսինքն սպայի աշխատանքի մի կարևոր հատվածը հենց մանկավարժական կարողություններ, գիտելիքներ ունենալն է եւ այս հնարավորությունը կարծում եմ ոչ մի մասնագիտություն չի ընձեռնում։ Մենք զուգահեռ կունենանք մրցունակ քաղաքացի, որը 16 տարի հետո, երբ կլրանա նրա 20-ամյա պայմանագիրը, կարող է աշխատաշուկայում լինել մրցունակ մարդ, որովհետեւ
զինվորական մասնագիտությունից, փորձից զատ կունենա նաև այլ մասնագիտություն, որը կհարստանա իր 20-ամյա ծառայության ընթացքում եւ ստիպված չի լինի կատարել երկրորդային աշխատանքներ, այլ բարձր վարձատրությունի ենթադրող առաջնային մասնագիտական որակավորում ունեցող աշխատանք։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Այսինքն կառավարության այն ծրագիրը, որ ընդունվեց 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո, ըստ էության, այդ ծրագիրը շարունակաբար հիմա իր ընթացքի մեջ է, մինչև իր ավարտը, եւ կունենանք հետագայում նոր ծրագիր եւ այդ շարունակականությունը ապահովելով մենք ունենանք անվտանգության ավելի բարձր մակարդակ։ Այստեղ խոսվեց սպառազինության մասին, նաեւ սպառազինության ձեռքբերման ծավալների եւ քանակական առանց թվեր նշելու դուք խոսեցիք ձեր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված սպառազինության մասին եւ դրա 5 ու 4 անգամ ավել ծավալները, բայց ես նկատեցի, որ պարոն վարչապետը ասեց, որ 18 թվականից սկսած այդ ծավալները պետք է գումարվեն, որովհետեւ ես հիշեցի քննիչ հանձնաժողովում, երբ որ մենք հարց տվեցինք, հատկապես ես հարց տվեցի Օնի Գասպարյանին, ինչ վիճակ էր, երբ որ դուք դարձա գլխավոր շտաբի պետ եւ դրա հենց արձագանքը այնպեսին էր, որ այն առաջարկը, որ ներկայացրել է գլխավոր շտաբի պետը հանրապետության վարչապետին, ընդունվել է միանգամից։ Դա շատ մեծ թվեր էին, որի բացակայությունն էր պատճառը, որ մենք շատ տկար վիճակում էինք արդեն հայտնվել 20 թվականի պատերազմից առաջ։ Ես ուզում եմ, որպեսզի արձանագրենք, որ ծրագրի հաջողությունը նաև կրթության ոլորտում է, այդ կրթության մեջ մեր բոլոր ներդրումները, որպես հենասյունային ուղղություն, կտա այն առավելությունը, որը կբերի նրան, որ նոր տեխնիկաների օգտագործման համար պետք է յուրահատուկ գիտելիքները ոչտված սպայակազմ, իսկ դրա համար մեր կրթօջախները սկսած ուսումնական զորամասերից մինչև Վազգեն Սարգսյան ակադեմիան պետք է իր ամբիցիոզ ծրագրերը դարձնի ավելի ամբիցիոզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Արձագանք եմ միայն, որ այնպես չի, որ այսօրվա գլխավոր շտաբի պետը կամ պաշտպանության նախարարը կարող են բողոքել, որ իրենց առաջարկները վարչապետի կողմից մերժվել են։ Երբեք այդպիսի բան չի եղել։ Շնորհակալ եմ։